Հայաստանի այսօրվա ղեկավարները փորձում են արդարացնել հայոց ցեղասպանությունն իրականացնողներին։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ուղերձում ասում է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Շարունակում է. ավելին փորձում են հավասարության նշան դնել զոհի եւ դահիճի միջև։ Մենք ականատեսն ենք մի ցավալի եւ հայի համար անհավատալի իրականության։ Հայաստանի այսօրվա ղեկավարները փորձում են արդարացնել հայոց ցեղասպանություն իրականացնողներին։ Ավելին, փորձում են հավասարության նշան դնել զոհի եւ դահիճի միջև։ Եվ բացահայտորեն հայտարարում են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Բայց նրանք մոռանում են կամ անտեսում են մի կարևոր հանգամանք։ Իրենց նման թույլերը գալիս ու անցնում են, բայց հայ ժողովրդի պատմական հիշողությունը մնում է, այն հարատև է, այդ հիշողությունը մեր գենետիկ կոդի մեջ է։ Ըստ Սամվել Կարապետյանի, Ուժեղ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու կայունությանը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, բայց առանց պատմական ճշմարտության եւ ազգային արժանապատվության զիջման։ Պատմությունը, բացի ուժեղ լինելուց, մեզ այլ տարբերակ չի թողնում։ Մենք տեսնում ենք, որ երբ թույլ ենք ու գլխիկոր, մեզ վրա հասած չարիքներն էլ ավելի են սասկանում։ Թույլ եւ ապիկար իշխանությունների օրոք էլ ականատես եղանք մեր երկրորդ հայրենիքի մեր սքանչելի Արցախի կորստին։ Արցախը սրտում եւ ցեղասպանության ճանաչման պահանջատիրությամբ էին Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Եթե մեկը ստիպում է քեզ 1.5 միլիոն քո ազգի մեծ նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ, սպանդ իրականացնելուց հետո եւ դու ընդունում ես, որ կարելի է քո հետ այդպես վարվել, դու ընդունում ես, որ քո հետ այդ մեթոդներով են շփվում։ Երկրներ կան, դուք նայեք հոլոկոստի օրինակով, ինչպես է աշխարհում մինչև հիմա, ինչպես ուժ վերցրեց Իսրայելի պետությունը հոլոկոստի իր տանջանքներից, իր ազգի տանջանքներից եւ վերածվեց տարածաշրջանային տերության։ Մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։